Երեք իմացանք, որ դատախազությունը Սյունիքի նախկին մարզպետ, Քոչարյանական նախկին պատգամավոր Վայ Հակոբյանից պահանջում է $20 միլիոն ապօրինի ունեցվածքի վերադարձ, նաև 12 անշարժ գույք, եթե չեմ սխալվում, ու դրանց մեջ նաև Իսպանիայի հնչեղ Ալեկանտե անունով տեղանքում գտնվող մոտ $200,000-անոց ինչ-որ վիլա ու այդպես շարունակ, ինչևէ սա պարզ է ամեն ինչ-որ նորություն չկա էլի այս ամեն ինչի մեջ, բայց ինչն էր իմ համար նորություն, ես վերջապես հասկացա։ Աննա Գրիգորյանին գիտեք բոլորդ, ընդդիմադիր պատգամավոր, որը 18 թվականին մեր ցուցակով դարձավ պատգամավորի թեկնածու, հետո սակայն երբ մտածեց, թե հեսա Քոչարյանը դառնալու է իշխանություն, թռավ մեր թիմից, գնաց Վայ Հակոբյանի թիմ մտավ, այս Վայ Հակոբյանի թիմ ու մտան Քոչարյանի ցուցակ, էլի այդպես դարձավ պատգամավոր, հետո սակայն Վայ Հակոբյանի ու Քոչարյանի մոտ ինչ-որ մի բան չստացվեց ու Վայ Հակոբյանը իր թիմով որոշեց մանդատները դնել, բայց այստեղ Աննա Գրիգորյանը երկրորդ անգամ թռավ, այս անգամ Վայ Հակոբյանի թիմից թռավ Քոչարյանի թիմ ու մնաց մանդատը պահեց, ես վերջապես հասկացա, թե ինչու։ Դատախազությունը Վայ Հակոբյանից ընդամենը $20 միլիոն ապօրինի գույք է պահանջում, իսկ Ռոբերտ Քոչարյանից ամբողջ $200 միլիոն ապօրինի գույք։ Իսկ Աննա Գրիգորյանի կամ նրա նման աշխարհայացք ունեցող մարդկանց համար ակնհայտ է, թե որ թիմի ընտրությունը նա պետք է կատարի ու իր աշխարհայացքի համաձայն նա ճիշտ ընտրություն է կատարել։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։